Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Մեծագույն սիրով հարգանքներս բոլոր մեր անդավաճան հեռուստադիտողներին, ովքեր հետևում են եւ ինչպես միշտ ակոպովնայց ակնկալում են հետաքրքիրը, թարմը, նորությունները, երաժշտականը եւ ինչու ոչ ամենակարևորը հանդիպումներ լավագույն դեմքերի հետ։ Այսօր իմ ընկերն է ինձ մոտ տաղավարում ու մասնե խոսքը կիմանաք րոպեներ անց, բայց այս պայն ֆորմատը չեմ խախտում, շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ մեծագույն սիրով ձեզ ներկայացնում իմ շատ սպասված հյուրին։ Աչքերս կուրանաց, ես սիրտս ուրանաց, մեր սերը քեզ շնորհներ ոչ մի հնար, մոռացար իմ սերը, ուր են խոստումները, երանի ես հավեին շմնաց, աչքերս կուրանաց, ես սիրտս ուրանաց, մեր սերը ու քեզ շնորհներ ոչ մի հնար, մոռացար իմ սերը, ուր են խոստումները, երանի ես հավեին շմնար Աչքերս կուրանար, թեր սիրտս ուրանար, մեր սերը ու քեզ շնորհներ ոչ մի հնար, մոռացար իմ սերը, ուր են խոստումները, երանի ես հավեին շմնար, աչքերս կուրանար, թեր սիրտս ուրանար, մեր սերը քեզ շնորհներ ոչ մի հնար, մոռացար իմ սերը, ու
همه شمنه Մեկ TV եթեր մի աշխատանք սկսել եւ ընթացքի մեջ պահպանում է տոնը շնորհավոր Զինետ նախագիծը րոպե չեմ կորսում ուզում ձեզ ներկայացնել որ մեծագույսիրով հյուրընկալել եմ իրականում KTM լրատվականի կայքի ղեկավար իմ լավ 1000 տարվա ընկեր Փայլակ Ֆահրազյանին Փայլակ ջան ողջույն Ողջույն սիրելի Զինա Ինչպես միշտ շատ շքեղ տեսք ունես։ Ախ, ընչոջլա, ասում եմ ինչի եմ ընկերներից կանչում, հասկանում եք, չէ՞, դրամատրությունից ոնց եմ բացում։ Փայլակ դու ով ենք շփվում, խնդրում եմ, ես քո մոտ լրատվականում չեմ, դու էլ իմ մոտ է որ ասում եմ երաշտականում ես, հա։ Նախ շնորհակալ եմ քեզ միանգամից պունկտուալ արձագանքելու համար, քիչ չի էլի որ եթերում ասում սպասի զանգիս, զանգելու եմ ու ասեն ձին երբ ես ուզում, ես կգամ քեզ մոտ դաղվար շնորհակալ եմ քեզ, գիտեմ դու խառնես։ Զբաղվածություն կա, բայց բնականաբար քո հրավերը ես մերժել չէի կարող։ Այդ զբաղվածության հետ մեկտեղ Փայլակս հասցնում է եւ հանգստանալ, եւ լինել ամենատարաբնույթն, որ տեղեր եք գնում, որ առաջինը դուք ներկայացնեք, այն որ ես գիտեմ դա ձեր ապրելակերպն է, եւ դրա հետ մեկտեղ էլ իմ ծրագրի ֆորմատին շատ մոտիկ առիթներում։ Հերթով կանենք, Փայլակ ջան, սկսենք ամենասկզբից։ Ինձ խնդրում եմ հիշացրու, քանի տարի է դու համարվում ես այս իմ չսիրած բնագավառի կներես որ տենց եմ ասում, գայլերից մեկը։ Ես ինձ գայլ չէի համարի բնականաբար, բայց լրատվական դաշտում եմ 2010 թվականից, այսինքն շուրջ 15 տարի։ Ի տարբերություն քեզ, ես սիրում եմ մեր մասնագիտությունը իհարկե, դա է երևի։ Լավ բաներ անում եք։ Միանշանակ։ Ես ասեմ, որ մեծապես մենք լավ բաներ ենք անում, ուղղակի մարդիկ չեն սիրում գնահատել, ինչպես բոլոր ոլորտներում, լրագրության ոլորտում եւս մարդիկ դա համարում են անշնորհակալ գործ, բայց դա մեզ չի նեղացնում, մենք չենք նեղվում դրանից եւ շարունակելու ենք մեր առաքելությունը, որովհետեւ հատկապես այս ժամանակաշրջանում խոսքի ազատությունը, լրատվական գործունեությունը շատ խիստ կարեւոր է, հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը, ներքաղաքական, արտաքին քաղաքական, ես կարծում եմ, որ լրագրողների դերն ու նշանակությունը հատկապես հիմա շատ խիստ կարևոր է։ Իսկ ինչքանով է այդ ազատ խոսքը հիմա լավ կամ վատ ձեզ համար։ Որովհետև հիմա շատ այդ ազատ խոսքը մի բան շատ ազատություն ստացավ, հետո հասկացա, որ տուգանքներ կան շատ ազատ խոսելու համար։ Տենց բան կար, չէ՞ մի բան։ Օրենքի ընդունման մասին է խոսքը, որը հիմնականում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց կարծում եմ, որ լրատվական գործունեությունը շարունակելու համար, լրագրողների համար, ինչպես հայտնի է, եթե փակվում է դուռը, պետք է բացվի պատուհանը եւ մենք այդ պատուհանը միշտ բացում ենք։ Այնուամենայնիվ մենք կարողանում ենք հաղթահարել եւ դա էլ ի պատիվ լրատվական դաշտի հիմնական, հա, այն մարդկանց, ովքեր այսօր իրենց խոսքը եւ արժեքը գնահատում են, ես չեմ խոսում այն լրագրողների մասին, ովքեր, հա, իրականացնում են քարոզչություն այս կամ այն անձի, իսկ իմ համար հա այդ անձը կապ չունի իշխանության թե ընդդիմության ներկայացուցիչ է, եթե տվյալ լրագրողը անմիջապես հա դառնում է տվյալ քարոզիչը, տվյալ ուժի, կլինի կուսակցություն կամ հանատի, իմ համար դադարում է լինել լավ լրագրող, ես կարծում եմ, որ լրագրողը պետք է լինի ազատ, առանց քաղաքական հայացքների։ Քեզ մոտ այս շրջանում ես մեկ-մեկ ասում իմ մոտ հիմա վատ է իմ գլխի վիճակը, որովհետև ինֆորմացիան շատ է։ Ես վստահ եմ քոնը տարիների ինֆորմացիա է, չհաշված օրվա մեջ ինչքան ինֆորմացիա ես ունենում։ Լինում է պահ, որ ասում ես ինձ թվում է ես պետք է ուրիշ գործի անցնեմ։ Եղել է եւ դա հատկապես շատ վերջին շրջանում իմ ընկերները երբ որ սա տեսնեն կփաստեն, ես օրինակ մտածում եմ, որ հաջորդ տարվանից կդադարեցնեմ ակտիվ լրագրությունը, իդեպ սա ես առաջին անգամ եմ հրապարակային ասում, դա իհարկե վերջնական չի այդ որոշումը, բայց նման մտորումներ կան այլ գործունեություն ծավալելու։ Բայց վստահ եմ, որ մենք եթե հաղորդավարուհիներս նստում ենք եթերում նայում ենք առաջինը նայում ենք հաղորդավարի հագու կապը եւ խնոր խոսքը, հետո հյուրերը ինչ էլ ուզում է լինի, եթե անցնենք թոշակերի տենց ենք նայելու։ Ինձ թվում է դուք էլ ինչքան էլ ուրիշ մասնագիտություն ունենաք, այդ հա։ Եվ մի բան, ես վերջերս շատ եմ նկատել են վատ գրուպաներ ասվածը, չեմ ուզում ասեմ խմբեր, գրուպաներ ասվածը, որ մի նկար, մի վիդեո գողանում է լուրջ կայքից, հա, ու դա դիտումներ են հավաքում, այսպես մենակ տեսնեք ինչ եղել, բան, մտնում ես խայտարակ վատ գովազներ են, խայտարակ վատ տեսարաններ են, նոր մի հատ փոքրիկ սենց նյութ եւ հողում։
չկա մի տարբերակ այդ դրա դեմ առնելու համար, թե իսկապես բաց դաշտ է համացանցել, որովհետև ձեզ ինձ թվում է խանգարում են իրանք։ Խանգարում են այն առումով, որ իհարկե կան մարդիկ, որոնք հավատում են, հա, այդ գրվածներին, ես որ խոսում եի սում կայքերի, հա, ընդհանրապես լայքեր հավաքող Facebook-յան էջերի մասին, խոսքը դրա մասինն էր, օրինակ նաև հա, եղել են մարդիկ, ովքեր զանգել են մեզ եւ հարցել է, տեսել եք, սա ինչ է եղել, մենք կամ փորձել ենք բացատրել, կամ հասկացել ենք, որ եթե մարդը շարունակում է տվյալ ինֆորմացիան համարել ճշմարիտ, անիմաստ ենք համարել, բայց դա ոչ թե լրագրողների գործը պետք է լինի, դա պետք է լինի նաև իշխանության գործը, որովհետև իրենք պետք է հա պայքարեն, որպեսզի ապա տեղեկատվությունը չտարածվի, լայն տարածում չստանա, իդեպ շատ հաճախ նաև տեղի ունենում ամենացավալին եւ ողբերգականը, երբ որ ողբերգական ինֆորմացիան են փորձում, հա, գեներացնել եւ տարբեր լայքեր հավաքել, մենք վերջերս ականատես եղանք փոքրիկ Տիգրանի, հա, Մարմարիկ գյուղի երեխայի, հա, անհետ կորելու հանգամանքը եւ ցավալիորեն նրան գտան նրա անշրջացած մարմինը Արտենգետում եւ մենք տեսանք թե ինչպես էին, հա, որոշ խմբեր, որոշ անհատներ, որոնք ներկայանում են, այո, որոնք ներկայանում են էքստրասենսներ, պայծառատեսներ, որոնք, չգիտեմ, երեխայի նկարը տարածելով, մեկը միտեղ էր պատկերացնում, մեկը այլ վայր էր նշում եւ իրավապանների աշխատանքին էին, հա, մեծամասամբ նաեւ խանգարում եւ նաեւ այդ կերպ փորձում էին հավաքել այկեր, ես դա դատապարտելի գործընթաց եմ հարում, այո, ես դա դատապարտելի եմ համարում եւ կարծում եմ, որ հանրությունը պետք է կարողանա մեդիա հարթակներից օգտվելու գրագետ մոտեցում ունենա, սա նաեւ հա, ես համարում եմ որոշակի առումով մեր աշխատանքը, որ իրենք պետք է հետևեն իրական լրատվական կայքերին, լրագրողների գործունեությանը, որպեսզի ստանան օբյեկտիվ բազմակողմանի տեղեկատվություն եւ ներողություն այդ բառի համար չուտեն այդ խայծը, որովհետեւ եթե մարդը կրթված չի, եթե մարդը չի հետևում այն իրականությանը, որում առկա է, ինքը շարունակելու է մնալ մի ճահճում, որը իրեն որևիցե լավ տեղ չի տանելու։ Համենայն դեպս մեկ էլ եթե անկեղծ նեղվում եմ այն փաստից, որ այդ օր իսկապես լուրջ նորությունների ենք սպասում, որ թեկուզ դրսից, ներսից կամ լավ ոչ մի բան չլինի ու մերոնց էլի, մերոնց կարելի է մի քիչ գովազդել, բայց մեկ էլ տեսնում ես շատ լուրջ նյութ է, շատ լուրջ կայքում։ Իսկ դա գրված է ինչ որ մի դերասանի կամ երգչուհու ռեստորանային համալիրի կամ ակումբի նա հրատարակեց նոր նկար։ Հույսով եմ ձեր կայքում տենց բաներ շատ չեք անում։ Ընդհանրապես չենք անում, փորձում ենք չանել, բայց ես նաև մի փոքր հա ասեմ, որ դա եւ ունի իր լավ եւ վատ կողմերը։ Օրինակ ձեր շեշտացա, կարող է լուրջ քաղաքական զարգացում, արտաքին քաղաքական վերլուծություն իրականացվի եւ դա հանրությանը չհետաքրքրի, բայց երբ որ օրինակ հրապարակեք, որ X երգչուհին օրինակ հղի է եւ դա հանրությանը հետաքրքիր է եւ դա դառնա բայց որ նկար հրապարակեց, ինչ որ սելֆի է, այդքան էլ լավ չի, էլի, փայլակ։ Իհարկե դա շատ լավ չի։ Ես օրինակ երազում եմ, բայց կայքեր կան, որոնց բովանդակությունը հիմնականում դրանք են եւ իրենք, հա, իրենք այդ ուղղվածության են, ես իրենց մասով որևիցե բան չունեմ ասելու, բայց պետք է տարանջատել, հա, ես նաեւ կողմ չեմ, որ ամբողջ օրը մարդիկ քաղաքական լուրերի հետևեն, որովհետեւ հոգնում են անկախ ամեն ինչից, որովհետեւ մեր հանրությունը ահավոր քաղաքականացված է բոլոր տեղերում, բոլոր առիթներում։ Լավ, եւս մեկ հարց։ Փայլակ լինում են դեպքեր, որ դուք տեսնում եք նյութ, որը բնականաբար ձեր համար լինում է նորություն, ասենք վայրկյանների ընթացքում վստահ եմ, եթե ինֆորմացված չեք լինում, որովհետև նաև վստահ եմ, որ հենց տենց դեպքերում նաև ձեզ են զանգահարում։ Հղումը տեսնում եք, թե որ կայքինն է, բայց մի տեսակ չեք հավատում, զանգում եք, չգիտեմ, X անձնավորությանը ճշտելու համար, տենց դեպքեր։ Իսկ լինում են դեպքեր, որ իսկապես X անձը ավելի ճիշտ է, քան կայքը, ինչ եք անում։ Դուք ճիշտն եք գրում, այսինքն կա չէ, որ ասում են հերքում կամ չգիտեմ այնտեղ եկեք դուք ասեք առաջինը ինչ ա եղել։ Ես գիտեմ, որ ձեր նման մարդկանց ապրելակերպ առաջինը ներկայացնելն է։ Ես ինքս լինելով չեմ վախենա ձեզ եւ քո ընկերը, եթե ինչ որ մի բանից նեղված եմ լինում, որ օգնության կարիք եմ ունենում, ինքդ կփաստես, ես զանգում եմ Փայլակին եւ խնդրում եմ, որպեսզի օրինակ այդ թեման տարածես, որտեւ ես փաստում եմ, որ այդպես է։ Բայց fake թեմաների մասն է խոսքս։ Ինչքանով է լինում, որ ասենց տեղադրում ենք, հետո իմանում ենք, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Շատ հազվադեպ դեպքեր են լինում իհարկե, երբ օրինակ չճշտված տեղեկատվություն է հրապարակվում, ես խոսեմ, չճշտված տեղեկատվություն է հրապարակվում, որովհետև անգամ, հա, մեկ աղբյուրից ստացված տեղեկությունները ենթակա են, հատկապես եթե կապ չունի, եթե այդ աղբյուրը հանդիսանում է, հա, գերճշգրիտ ինֆորմացիա հայտնող, այն ամենայնիվ ստուգվում է, հետո նոր ներկայացվում է հանրությանը, այդ թվում եւ նաեւ մյուս լրատվամիջոցները, եթե ես տեսնում եմ, որ մեր գործընկերները
ընկերներից մեկը հետաքրքիր ինֆորմացիոն բնույթի նյութ է գրել, ես փորձում եմ հետաքրքրվել ոչ թե հերկելու նպատակով, հա, տվյալ լրագրողի գրածը, այլ գուցե նոր մանրամասներ ի հայտ կգան այդ գրվածի վերաբերյալ եւ նոր մատուցել հանրությանը։ Հիանալի է։ Իսկ ինչքանով է փայլակի աշխատանքը խանգարում ընկերությանը։ Լինում են դեպքեր, որ դու ծանոթ ես այդ մարդուն, հարգում ես, կա ինչու ոչ նաև շփում եւ տեսնում ես տվյալը անձի նկատմամբ կամ չգիտեմ, չեմ ուզում ասել բռնություն, բայց ուզում ասել վատ թեմա։ Ես բնականաբար արձագանքում եմ որպես ընկեր, որովհետև իմ համար ընկերությունը շատ ավելի առաջնային է, բայց կա նյութը տեղադրվում է, թե ասում ես չէ, ինձ մոտ սա թող չլինի։ Իհարկե ասում եմ, որ դա ինձ մոտ չպետք է լինի։ Հարգանքները սիրям։ Գիտես ինչու, որովհետև ինձ շատ կայքերի ղեկավարներ ուզում էին փաստեին, որ դե մեկը տարածված է, էլի էս նյութը, բայց չէ որ այդ տարածումից հետո անմիջապես 1 ժամ, 2 ժամ հետո կա իսկապես ճիշտը, կա հերքումը եւ շատերի մոտ էլ ասում են ես իմ ընկերն եմ, ես չեմ տեղադրի դա իմ կայքում, չէ որ դուք սեփականատեր եք, չէ։ Իհարկե։ Դա պետական թեմա չէ։ Առավելևս, որ եթե ասվում է, որ տարածվել է, միտեղ պակաս լինելը, որևիցե կարծում եմ խոչընդոտ չի լինելու, այնպես որ ես առաջնորդում եմ, ես կստեմ, եթե ասեմ, որ չէ, ես անպայման կհրապարակեմ, ինձ հետաքրքիր չի կարելի, կան գծեր, որոնք վեր են մասնագիտությունից, աշխատանքից, ի վերջո կա ընկերություն եւ բնականաբար դա պետք է պահել ու սրբորեն պետք է պահել։ Ապրես, շնորհակալ եմ շատ քեզ եւ ուզում եմ այս պահին էլ եթերում առանձնացնել իմ հարգարժան շատ սիրելի մի աշխատավարի, որ ժամանակին ես աշխատել եմ, դա Slack.am-ն է, որտեղ կար մի վատ թեմա, որ բոլորը տարածել էին, իսկ Slack.am-ը ուղղակիորեն թեկուս ասեց լինի ճիշտ էլ ես չեմ տեղադրելու, որովհետև ես այդ անհատին շատ սիրում եմ, շատ հարգում եմ եւ նա թեկուս ինչ որ մի բան արել է, հերքումը ես առաջինը կտամ, չգիտեմ այսպես այնպես, ես այդ օրվանից բավականին երկար տարին է անցել է, հասկացել եմ, որ կան կայքեր, որոնք եւ ղեկավարներ, որոնք պահում են ընկերությունը եւ ասում են թող ինձ մոտ չլինի, բա որ իմ ընկերը տեսնի, կասի, օրինակ մի հատ զանգեիր, էլի, հարցներ, իսկ հերքումը եւ արդեն ճշտումը, որ դա այդպես չի եղել, այն էլ վերին տեղերից ոչ ոք չտեղադրեց։ Խոսում եմ երրորդ դեմքով, բայց վստահ եմ հիմա շատ կայքերի ղեկավարներ դրա մասին իմացան, վատ թեման փակում ենք։ Հիմա անցնում ենք մեր ֆորմատին, Փայլակ ջան։ Իմ ընկերը այն անհատներից է, որ սիրում է ճիշտ կազմակերպել հանգիստը, ընկերների հետ բաց չի թողնում լավ տեղեր գնալը, լավ քեֆ անելը ու առավել եւս որ Հակոբովնային տենց մի հատանակ ընկալ արեց լավ ռաբիս երգը նվիրվեց Դինա Հակոբովնային, շոկի մեջ էի Փայլակ, համ լացում էի ուրախությունից, համ լացում էի, ասում էի ինչ էս երգը Փայլակ, բայց հասկացաք ինչ արել։ Հիմա ես ուզում եմ իմանալ դու որպես օրինակ Հոբելյար ինչպիսին ես։ Ես տեսակ նրանց եմ դու ընտրի։ Մարդ, որ ամիսներ առաջ կազմակերպում է ծննդյան օրը, մարտով չի սիրում այդ օրը մի տեսակ մեկ ուսանում է եւ մարտով տուն տեղ կոլեկտիվ ընկերներ ոնց էլ չլինի իր համար մի բան կկազմակերպեն վրնակոնը Առաջինը եւ երրորդը։ Հա երկրորդի մեջ չկա, չէ՞։ Չէ, երկրորդի մեջ ես բնականաբար չկամ, ավելին ես ասեմ, հա, ինձ ճանաչողները եւ հատկապես իմ մտերիմ ընկերները կփաստեն, որ ես նաեւ կազմակերպում եմ մեծամասամբ իրենց ծննդյան արարողությունները, միջոցառումները, այո, ասում եմ ընտրենք տեղը, եղավ լեշ առանց անուն տալու իհարկե, օրինակ մեկ ընկերներիցս մեկը չէր ցանկանում մի տարի իր ծնունդը նշել, ես ասեցի, ես գնալու եմ X վայրը եւ այնտեղ կանխավճար եմ թողնելու, լինելու եմ այնտեղ, եթե կգաս, համեցի, եթե չէ, ես գիտեմ դու կցանկանայիր քո ծննդյան օրը տեսնել այդտեղ, մենք կհրավիրենք, մենք նստած կլինենք, կհամենաս, համեցիր, բնականաբար ինքը եկավ եւ ստացվեց շատ լավ առիթ, շատ լավ ծնունդ մենք նշեցինք, այնպես որ ես նաեւ իմ ծնունդն եմ կազմակերպում նաեւ իմ ընկերների, սա ոչ թե նրա համար, որ մարդիկ ինձ դիմեն, որպեսզի ես իրանց ծնունդները կազմակերպեմ, քոնը իհարկե, բայց այլ պատվերներ չեմ ընդունում։ Շատ լավ։ Իսկ պատրաստ ես իմ բլից հարցերին։ Երկար չմտածես։ Պատրաստ եմ։ Գնացինք։ Սև թե սպիտակ։ Սպիտակ։ Օղի թե կոնյակ։ Օղի։ Փող թե սեր։ Սեր։ Փող։ Ծաղկաձոր թե Եգիպտոս։ Նայած ինչի համար։ Հանգստի։ Եգիպտոս։ Գիրք թե կոմպ։ Ցավոք համակարգիչը հիմա մեզանից ավելի շատ ժամանակ է խլում։ Հոկեբանի թե ընկերոջ մոտ։ Ընկերոջ մոտ։ Instagram թե Facebook։ Facebook։
Բոքս թե շախմատ, Շախմատ, Mercedes թե BMW, BMW։ Գաթա թե նեգրի ժպիտ, Ես թխվածքներ չեմ սիրում, բայց Գաթա։ շատ լավ, Դամբուլ թե Սալորի ճիր, սալորի ճիշ։ Երիտասարդ ռուս աղջիկ թե Մեքսիկ մատուցողուհի։ Երիտասարդ ռուս աղջիկ։ Ստված, ինչի եք դուք հայ տղամարդով սաղ ռուսներին ընտրում։ Պամիդորով ձվածեղ թե խաշած տնական հավ։ Պամիդորով ձվածեղ, Արաբոտվա սուրճ թե երեկոյան թեյ։ առավոտյան սուրճ, Ընկույզով մուրաբա թե խտացրած կատ։ կույզով մուրաբա, Սիրունդի մահարդար թե դաջվածքներով պարուհի։ սիրունդի մարդար, Արնոլդ Շվարցնեգեր թե Դիկապրիո։ որպես դերասան Դիկապրիո, Քիմ Կարդաշյան թե Վիագրա։ Քիմ Քարդաշյան, TV թե ռադիո։ հեռուստատեսություն միանշանակ, Ջեկի Չան թե Սիլվեստր Ստալոնի։ Սիլվեստր Ստալոնի, Մեսի թե Ռոնալդո։ Մեսսի ես չնայած որ ֆուտբոլից բավականին հեռու եմ, Բայց ոնց որ շատ էլ մոտիկ ես։ Եթե չլինի կինն ու գինին, ապա ինչ կլինի։ չենք լինի նաև մենք։ Այո։ Եվ հույսով եմ վերջի հարցին երկար չես մտածի, նախընտրած հեռուստահաղորդավարուհի։ Ես անկեղծ պետք է ասեմ, Այո։ որ ժամանակը մեր իրականում այս հարցին կարող եմ, չէ՞, մի փոքր երկար պատասխանել, ոչ բլիցի մակարդակով, հեռուստատեսություն շատ քիչ եմ ստիպված նայում, որովհետև եւ ժամանակն է չի բավականացնում եւ հետո քանի որ ամբողջ օրը մենք հա այդ հեռուստատեսային արխի մեջ ենք, հա, այսպես ձևակերպեմ, շատ քիչ հաղորդումներ են, որ հասցնում եմ հետևել, բայց հաղորդավարներից բնականաբար պետք է առանձնացնեմ քեզ, մեկ-երկու հաղորդավարներ էլ կան, որոնց անունները այնուամենայնիվ եթերից չհնչեցնեմ, որպեսզի մյուսները չներանան։ Հայ են։ Հայեր են։ Իսկ ռուս, քանի որ ռուս աղջիկներն հավանաբար ռուս կա հաղորդավարուի։ Մարիա Կիսելովա։ Հիոնոլի եմ։ Ես էլ մի քիչ ինչ որ չափով մի քիչ այս վրացական կանդելակին եմ սկսել վերջերս նայել, չգիտեմ ինչի համենայն դեպս։ Մի խոսքով անցանք նաև ավարտին եւ ամփոփմանը։ Մենք ունենք օրվա հոբելյարներ։ Փայլակ, խնդրում եմ, էկրանին նայելով քոնն է, շնորհավոր։ Ես շնորհավորում եմ բնականաբար բոլոր հոբելյարներին, ցանկանում եմ, որ իրենք հասնեն իրենց նպատակին եւ իհարկե ձեր թույլտվության ես ուզում եմ նաեւ առանձնակի շնորհավորել իմ ընկերներից երկու հոգու։ Ես շնորհավորում եմ ձեզ առանց անուններ տալու, որովհետեւ չեմ ուզենա, որ անակնկալը փչանա, բայց իրենք բնականաբար երբ որ նայեն կհասկանան ինչի մասին է խոսքը, ես ձեզ շատ սիրում ու գրկում եմ։ Ապրես շատ շնորհակալ եմ քեզ։ Նոյեմբերի 6-ը ֆիքսի իմ ծննդյան օրը էլի, Փայլակ ջան, որովհետև ես պոշտում եմ քո կազմակերպչական յուրաքանչյուր թեման, թեկուզ չկազմակերպել, եթե ասում եմ, ուզում եք իմանաք, որ լրագրողներն էլ են կարողանում լավ քեֆ անել հարգարժաններս, որովհետև շոտերի մոտ չգիտեմ ինչու լրագրողը այս վերջի ժամանակ Վատ կերպար է, բայց ես խորհուրդ կտամ շատերին, հա, ովքեր Ընկերություն արեք իրանց հետ։ իհարկե, եւ օրինակ, չգիտեմ, փորձել մեզ հանդիպել աշխատանքից դուրս, վստահ եմ, որ իրենց կյանքում շատ բան կփոխվի։ Ես էլ եմ շնորհակալ եւ մաղթում եմ ձեր հեռուստադիտողներին քո գլխավորությամբ ունենան լավ օր։ Հիանալի, շնորհակալ եմ շատ, ես քեզ շատ սիրում եմ։ Փոխադարձ։ Իսկ այսքանից հետո պատկերացնում եք, որ ասում ինֆորմացիան շատ է, այս sense է լինում, պատկերացնում եք եթերից հետո ինչ է սպասվում ինձ։ Համենայն դեպս մինչև հիմա ձեզ հետ իմ շատ սիրելի հարգարժան Փայլակներ լրագրող եւ կայքի ղեկավար, ամենակարևորը եւ իհարկե ձեր Դինա Ակոպովնան, ինձ փնտրեք Միմիան 21 TV եթերում, բարին ընձեզ։ Էդ քո սիրուն սև աչքերում մերևում ոնց ես ինձ սիրում